Տիկին Կարապետյան, անկեղծ ասած, ինձ համար նորություն էր, ես չգիտեի, որ ճշմարտության մասին խոսելը էսկալացիայի հրահրում է։ Այո, հիմա էլ եմ ասում, դուք օրը ցերեկով գողացել եք 60,000 քաղաքացու քվ, դուք գողացել եք ԲՀԿ-ի մանդատները, դուք մեջբերումներ էիք անում, կարծեմ օրենքից, Պարոն Վարդևանյանը Սահմանադրական դատարանում բազմաթիվ փաստեր է ներկայացրել։ Օրենքը պահանջում էր վերաքվյարկություն չի իրականացվել։ Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատողը հայկական ժամանակում, իդեպ ըստ օդում կախված լուրերի 3-4 անգամ անտաղանդ աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանի կողմից հեռացվել է, հետո հետ է վերադարձվել։ Հետո էլ ձեր շարքերում նստած եղել է ԿՊԱ-ական падգամավոր, հիմա ԿՀ-ում անում է ինչ դուք եք ուզում։ Դրա մեջ ի՞նչն է էսկալացիայի հրահրում։ Դա ճշմարտությունն է։ Դուք ասում եք, որ այ դուք էլ չեք կիսում Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայացքները։ Հա, չեմ կիսում։ Բայց մեր եւ ձեր տարբերությունը դա է։ Մեր եւ ձեր տարբերությունը դա է, որ մեր համար նորմալ է, որ այլ մարդիկ այլ քաղաքական հայացքներ կարան ունենան։ Ձեզ համար անընդունելի է, եւ ձեր իշխանությունը ամեն ինչ անում է իր ընդդիմախոսներին ճնշելու համար։ Հիմա բարեկրթության մասին էինք պարոն Ռուբինյանն այստեղ խոսում, քաղաքակիրթ լինելու եւ այլն երեկվանից։ Հայկ Կոնջորյանի մոտ դա տևեց մինչև այն պահը, երբ սկսվեց իր հարցի քննարկումը։ Պարոն Կոնջորյան, ձեզ եմ դիմում։ Ես ձեզ թույլ չեմ տա այլևս երբեք այդ տոնով եւ այդ ոճով խոսել ինձ հետ։ Ես ձեզ չեմ վիրավորել, ես ձեր կնոջը բացարձակապես չեմ վիրավորել, ձեր կնոջ դեմ ոչինչ չունեմ, չեմ ճանաչում, որևէ գնահատական տալ չեմ կարող։ Ես բարձրացրել եմ հարցադրումներ, որոնք մեկ շաբաթ շարունակ մամուլը բարձրաձայնում է։ Եվ դուք այս միջանցքներից ճողոբրում եք եւ որևէ հարցի չէիք պատասխանում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս մտերմաբար, փոխեք ձեր տոնը, հատկապես եթե այստեղ եք նստելու։ Փոխեք ձեր ոճը, դա ձեզ ոչ մի լավ տեղ չի հասցնելու։ Ինչ է նշանակում։ Բա դուք որտեղից եք եկել հասել այդտեղ։ Այնտեղից որտեղից որ դուք եք եկել։ Լրագրողական հանրությունից, երբ որ ես կենթանի մարդկանց հետ հարցազրույցներ էի անում, դուք լրագիրում երևակայական հարցազրույցների շարք էիք հրապարակում, իդեպ շատ հավանում էի եւ կարդում էի։ Պարոն Կոնջորյան, նորից եմ ասում, ձեր պերճախոսությունը ուղղեք ձեր քաղաքական հայացքները պաշտպանելուն եւ ոչ երբեք այս շարքում նստած ընդդիմախոսներին վիրավորելուն։ Ինչ ենք ասում մենք։ Ասում ենք հայ փոստը 100%-ով պետական սեփականություն է։ Ես պետ բյուջե բառը չեմ օգտագործել, որից դուք այդքան ոգևորվեցիք։ Հարց տվեցին ձեզ, պարզվեց, որ 0 դիվիդենդ է ստացել պետությունը, երբ որ Էռնեկյանից վերցվել է։ Հաջորդ ինֆորմացիան, որ հրապարակվեց այստեղ 523 միլիոն դրամի վնաս է կրել 2025 թվականին։ Պարզ հարց է տալիս մեր գործընկերը։ Ասում է, եթե պետությանն է, ով է այդ վնասը, ոնց է այդ վնասը փակվում։ Շատ լավ աշխատավարձերը, մատուցած ծառայությունների դիմաց ստացած շահույթից է վճարվում, չէ՞։ Բայց նաև վնաս է կրել 523 միլիոն դրամի, պետբյուջեից է վարկանորներ գրավել, պարզ հարց են ձեզ տալիս։ 2024 թվականին 1.3 միլիարդի վնաս եղել է 1.3 միլիարդ դրամ, երբ ձեր տիկինը նշանակվել է հայ փոստի տնօրեն։ Ինչ է ասում պարոն Կոնջորյանը։ Ասում է նորմալ է, որ 10,000 դոլարի աշխատավարձ է ստանում հայ փոստի տնօրենը։ Ասում է դե դուք ոչինչ որ падգամավոր եք, բայց մի հատ օգնական չունեք, ձեր եղածները այդ չի։ Պարոն Կոնջյան, այո, հայ փոստը 3500 աշխատակից ունի։
1200-ը դրանցից փոստատարներ են։ Գիտեք որքան աշխատավարձ են ստանում։ 80,000 դրամ։ Հայփոստի տնօրենը, որը վնասով է աշխատացնում, որը վարկային միջոցներ է ներգրավում, ամսական $10,000 աշխատավարձ է ստանում։ Շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս աշխատավարձ է ստանում։ Դուք վերջին անգամ Հայփոստ երբ եք մտել, շենքային պայմանները տեսել եք, իսկ գիտեք, որ ծառայությունները կրկնակի թանկացել է, երբ որ պետության կառավարմանն է հանձնվել։ Կամ է ձեր ոճը, էլի, անունը դնում եք վերցնում ենք օլիգարխներից, չգիտեմ ումերից, տալիս ենք ժողովրդին չեք տալիս։ Ձեր համար դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն։ Դուք մասնավորից վերցնում եք ԽԾԲ-ով, իդեպ պարզվում է, էդ էլ տենց տարօրինակ կենթանի չի, շատ շոշափելի մի հատ բան է, պոզով պոչով, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, դուք վերցնում եք, հանձնվում է իբր պետության կառավարմանը, կառավարիչ եք նշանակում, նրան ում ուզում եք, հեծը Ռոմանոս Պետրոսյան, Արարատ ցեմենտ, կառավարիչը նշանակված Ծառուկյանից Արարատ ցեմենտը վերցրել են, Դավիթ Գևորգյանին գործի են տեղավորել, ժողովուրդ ջան, ՔՊ-ական Դավիթ Գևորգյանին գործի են դասավորել, մարդը Արագածոտնի, եթե չեմ սխալվում, նախկին մարզպետն էր, վարչապետ ինչ, Կոնյակի գործարանը, կառավարության գործերի կառավարիչն է ինչ-որ, հիմա կառավարելու ժողովուրդ ջան, շնորհավորում ենք ձեզ, դուք աշխատանք ունեք, մուլտիվելնեսը, վերցրել են Ծառուկյանից, ասում են ապօրինի է, տվել են Վահագն Ալեքսանյանի մարզիչին, ժողովուրդ ջան։ Համատեղության կարգով ՔՊ 116, եթե չեմ սխալվում, Վահագն Ալեքսանյանի մարզիչ համատեղության կարգով ՔՊ-ի 116-րդ համար։ Ինչ վատ գործ է։ Մասնավորից վերցնենք, մերոնց գործի դասավորենք։ Պարոն Կոնջարյան, մեր հարցադրումները բոլորը սրա մասին էր։ Ես հասկանում եմ, որ դուք նեղ սրտել եք դրանց։ Ես դա ձեր պահվածքը դրա մասին էր։ Ձեր պահվածքը առնվազն դրա մասին էր հուշում, որովհետև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ձեր եղբոր պատմությունները, վարձը, այն տան թեման 2-3 ամիս առաջ ջրեցիք, բայց պետք է խոստովանեմ, որ դուք բավականին տաղանդավոր եք, ձեր շուրջ ծավալված բոլոր սկանդալները ձեր պերճախոսությամբ ջրելու։ Պետք է դա խոստովանեմ։ Ինչ խոսք։